Բարև ձեզ, իմ զրուցակիցը ռեժիսոր, անիմատոր Նաիրա Մուրադյանն է։ Բարև ձեզ։ Բարի օր։ Որն է ամենաբարդ խնդիրը, որի շուրջ աշխատում եք վերջին շրջանում։ Բարդ խնդիրը ինչ որ բան սիրել շարունակելն է։ Մնացած բաները հեշտ է։ Իսկ եթե պրոֆեսիայի մասին է խոսքը, ամեն օր ուժ գտնել ամենաբարդ սցենայի վրա, գոնե մի ժամ, 2 ժամ տանջվել։ Ովքեր չգիտեն, Տիկին Նաիրան անիմացիոն մուլտֆիլմներ է ստեղծում։ Ցավում եմ, որ հիմա հեռուստատեսությամբ չեն ցուցադրում եւ եթե անգամ ցուցադրում են, շատ հազվադեպ։ Եթե չեք հանդիպել, խորհուրդ կտամ YouTube-ում փնտրել եւ այդ շարքը տեսնել։ Այն ինչ որ պատմում եք, խորը շերտեր ունի։ Ընդհանրապես ձեր կարծիքով կրթության լավագույն ձևը որն է։ Ոչ զորով սովորել է, որ ոչ թե քեզ ստիպում են այդ ինչ բանը սովորել, այլ դու ես ուզում։ Դու ցանկություն ունես դա իմանալու։ Դա միակ ձևն է։ Ես կարդալով եմ ավելի շատ բան սովորել, քան թե դպրոցում։ Բայց այդ ցանկությունը պիտի արցնացնող լինի, չէ՞։ Այսինքն այդ եթե չսպանեն ինքը բոլորի մեջ կա, ինձ թվում է։ Եթե հատուկ դասագիրք չտան ձեռդ, այլ մտցնեն այդ վիճակի մեջ, հա, որ դու հետաքրքրվես ինչու է թռնում թռչյունը, ինչու է գիրը մեկի մոտ սենց, մեկի մոտ նենց։ Իսկն երբ դա դառնում է պարտականություն, արդեն հա, ես փախնում եմ պարտականություններից։ Հատուկ բաներից միշտ փախել եմ։ Դպրոց չեմ սիրել, սովորել չեմ սիրել։ Ձեր ծնողները նկարիչներ են եւ գործի գնալու ժամ չեն ունեցել, գնալու եւ վերադառնալու եւ անընդհատ process-ի մեջ են եղել։ Հիմա նաեւ դուք եք այդպես։ Ես իմ երեխաները, մեր տանը տենց մարդ չկա, որ ժամը բա գործի գնում։ Շատ ուշ եք քնում, առավոտյան ուշ եք արթնանում։ Ինչ դրական եւ բացասական կողմեր ունի դա։ Ցերեկը կարճ է տևում շատ, որտեվ դու համարյա լույսը բացվելուն պես քնում ես։ Արթնանում ես 1-2-ի կողմերը, մի քանի ժամից ձմռան եմ անավատ, էլի մութ է։ Եթե մեջքով ես նստած բանին, պատուհանին, չի ազդում այդքան, որտեղ լույսերը ապառած բան, խափում ես քեզ, բայց եթե պատուհանը դեմը դու անընդհատ մութ է, այդ ազդում է։ Դրա համար իմ սեղանը դրած է պատուհանին, որ ես մեջքով լինեմ։ Այդ է միակ մինուսը։ Իսկ մնացածը պլյուսը, որտեղ բոլորը քնած են, եթե նույնիսկ տանը մի հոգի է, եթե ինքը արթուն է, ինքը խանգարում է գործին։ Դուք ասում եք, որ օրերով կարող եք տանից դուրս չգալ։ Հետաքրքիր է, որ կարիք չունեք դրսից նոր տպավորությունների։ Կարիք ունենում եմ դուրս եմ գալի։ Չէ, տենց չի, որ հատուկ մնում եմ տանը, որ դուրս չգամ, բայց երբ որ աշխատանք կա, որը դու սիրում ես, դու իրենց կտրվելու ոչ մի ցանկություն չունես։ Իսկ ցանկացած բանին նախընտրում եք աշխատանքը, չափում եք, տեսնում եք որն է ավելի ծանրը։ Որտեղ նայեք, ես հասնեմ քաղաք, պետք է մի ժամ տևի, Զորախբյուրից հասնեմ քաղաք։ Այնտեղ 2 ժամ, 3 ժամ ոնց էլ լինի, ինչ որ մեկին պետք է հանդիպես, միտեղ նստեք եւ այլն, այդ էլ այդտեղ գնաց։ Ես սա գործով եմ չափում։ Այդ ընթացքում ես կարայի 25 վայրկյան անիմացիա անեի։ Ափսոսում եմ։ Այդ շփումները ձեզ նոր էներգիա, նոր ստեղծագործելու մոտիվացիա չեն տալիս։ Ես տանը ունեմ մարդիկ, որոնց հետ շփվելը մեծ հաճույք է, աղջիկս փեսած, լրիվ հերիք են այսինքն։ Եթե տղաներս են գան, ընդհանրապես թորների հետ եւ այլն։ Կատուներ ունենք, շուն ունենք, շփումը բավականին մեծ է։ Իսկ ընկերներ, ցավոք հիմա տենց մոտիկ ընկերներ չունեմ, որոնք չկան, որոշները հեռու են ուղակի այդքան բան։ Ամենամտերիմ մարդկանցով եք շրջապատված։ Միշտ ենք տենց եղել, երեխեքի հետ ընկեր ենք եղել, ես էլ ամուսինս էլ։ Մենք տենց ծնող որպես մեզ տենց էլ չհասկացանք որն է։ Այդ փոխհարաբերությունները ինչպես կառուցել երեխաների հետ։ Էլի հատուկ ոչինչ պետք չի անել։ Ոնց կստացվի։ Դուք ինչպես է ձեզ մոտ դա ստացվել։ Գիտեք, երբ որ ծնողներս զբաղված են իրանց սիրած գործով, անկախ իրանից տենց է ստացվում։ Իմ ընկերն էին զբաղված իրանց նկարչությամբ։ Ես գիտեի, որ ես ոչ թե երկրորդական եմ, այլ ես էլ կարող եմ ինչ-որ բանով զբաղվել։ Ու տենց ամեն մեկ իր զբաղմունքը ունի։ Հանդիպում ենք, առաջի հարկում սուրճ ենք խմում, խոսում ենք, զրուցում ենք, հետո խրատներ չեք տվել։ Այդ բառից արդեն դուք վատացա։ խրատ բառը։ Եթե հարցնեն ինչ-որ բանի մասին, հա, միգուցե ինչ գիտեմ կպատմեմ, բայց խրատ
Նույնիսկ տաքսիստը հիմա նույն բանը ասեց, ասում է, խրատ տվողներին չեմ չգիտեմ ինչից էր։ Դրա համար զարմացա այդ բառը այսօր արդեն հնչել էր։ Ավելի շատ դրանից զարմացա։ Իսկ որ տեսնում եք, որ սխալ բան են անում, ինչ եք անում այդ դեպքում։ Ձեր կեսափորձով հասկանում եք, որ այս քայլը սխալ է եւ կարելի է այլ կերպ անել։ Ասում եմ, եթե հարցնեն, ոնց անեմ, միգուցե ինչ որ բան փորձեմ օգնել։ Բայց եթե չգիտեմ իր համար դա սխալ է թե չէ։ Իմ տեսանկյունից միգուցե սխալ է, իր տեսանկյունից այդ պահին ճիշտ է։ Չեմ վերապահում ինձ տենց բաների մեջ խառնվել։ Նույնիսկ մեկ ասում են, մամայությունն արելի երիկա։ Եղել է տենց խոսակցություն։ Ինչպես երեխայի մեջ դաստիարակել այդ ստեղծարար մոտեցումներ ունենալը։ Այդ Ցվիտաևանը Մարինա շատ լավ ասում է, մեզ դաստիարակել է պապայի դռան տակից լույսը, որ ինքը աշխատում է գիշերով։ Ինչ հետաքրքիր ձևակերպում է, չէ՞։ Այդ ես միշտ հիշում եմ այդ ու զգում եմ, որ ինքն էլ է տենց։ Ինքն էլ աշխատանքը կարևոր է։ Այսինքն ինքը գիտի, որ հայրը այնտեղ զբաղված է ինչ-որ գործով։ Տեսնել, որ քո ծնողները ինչ-որ բան են ստեղծում։ Ինչ-որ մեկը, որին դու հարգում ես, սիրում ես, ինքը աշխատում է, ոչ թե նստած քեզ խրատատանի։ Չգիտեմ, գուցե սխալվում եմ, բայց ինձ էլ է այդ ավելի շատ պետք եղել, քան թե մերոնց ինչ-որ ինձնով զբաղվել, չնայած մաման շատ էր ինձնով զբաղվում։ Մայրը սիրում էր այդ process-ը, մայրության, էլի։ Ես այդ թեմայից փախնում եմ ուղղակի, ոչ մունտերում կա մայրության թեմա։ Բայց դուք երիտասարդ եք, չէ՞ մայրացել։ 20 էի, որ զույգերս ծնվեցին, հա։ Զույգ տղա եք ունեցել։ Մեր հեքիաթներից, մուլտերից որոնք է, որ ձեր սրտով են, դուք սիրում եք դրանք։ Էպոսն եմ սիրում, անսահման սիրով, Սասունցի Դավիթը, համընդհանուր մարդկության մասին է։ Այդ արխետիպերը, հա, Ցրամվերգո, Ձենոբովան, այդ բոլոր ազգերի մեջ կան։ Մենակ մերը չի։ Իսկ դա ավելի հետաքրքիր է, քան զուտ տեղայնացրած։ Թումանյան եմ սիրում հեքիաթներով իր հանդերձ։ Հեքիաթներում հանդիպող այդ երբեմն շատ դաժան դրվագներին դուք ինչպես եք վերաբերվում։ Ես օրինակ հիշում եմ Զանգի զրանգի, ես սարսափում էի այդ հեքիաթից եւ ուղղակի երազում էի, որ ինձ էլ չպատմեն, կամ կռնատ աղջիկ անտառում այդ աղջիկը թևը կտրած։ Թևերը։ Հա, դուք ինչպես եք վերաբերվում օրինակ, ինչ խնդիր է դա լուծում երեխայի համար։ Ընդհանրապես երեխաները սիրում են վախենալ։ Ես տենց եմ եղել, ինձ հետաքրքիր է եղել մութ սենյակ մտնել, ինչ որ բան պատկերացնել։ Պապան պատմեր հնարովի հեքիաթներ, ինքը իրանից։ Էս ինչ է, էս ինչ է, ինչը, ինչ որ անուններ էր հնարում։ Ու միշտ անկապ թեմ սյուժետով, ասենց անverջ կարա շարունակվել այդ հեքիաթը, մինչև ես քնեի կամ ինքը քներ։ Չկար տենց հեքիաթ, որ կրկնողական պատմել է։ Հնարովի բաներ են պատմել միշտ։ Ես էլ երեխեքիս էի տենց հնարովի պատմել։ Սա համար էքսկլյուզիվ հեքիաթներ են եղել։ Կամ չէր հիշում լավ հեքիաթ, կամ եսիմ ինչ տենց խլդեն բլդեն եսիմ ինչ։ Թումանյանի Գիքորը դե դա հեքիաթ չի։ Չգիտեմ, դա մանկական ստեղծագործություն է։ Ինքը մանկական անպայման չի մանկական լինի, բայց լավ է որ գրել է։ Միջև այսօր ես շատ անպաշտպան եմ օրինակ այդ գործի կամ խրճիթուն բանաստեղծությունը։ Այսինքն այդ ամեն ինչը խիղճ արտնացնում երեխայի մեջ, էմպաթիայի սկիզբն է։ ապրումակցման։ Ապրումակցման ձևն է, ուրիշ ձև չկա։ Պետք է խղճա, պետք է լացի, ոչ թե դառնա 15 տարեկան նոր սկսի խղճալ։ Չի խղճալ։ Այսինքն պիտի երեխային արհեստական չպաշտպանել այն իրականությունից, որը կա։ Այդ սխալ մոտեցումը։ Չեմ ասում հենց մի անգամից սաղ թափես ուսերին, հա, ինչ որ չկա սարսափները, բայց նաև սենց պաշտպանել չի կարելի։ Հետո մի հատ սարսափելի բան տենա, այդ երեխան կարող է տակամենա ամբողջ կյանքում, եթե դու կամած պիտի պատրաստել։ Պատվաստման նման բան է։ Որ երեխան նոր սկսում է քայլել, ծնողներ կան, որոնք այդպես պաշտպանիչ բան են դնում մեջքին փափուկ, որ հանկարծ երեխան ընկնի, փափուկ ընկնի, չվնասվի, բայց հա, ֆիզիկական պաշտպանություն։ Բայց մասնագետները ասում են, որ դա սխալ է, որտեղ ինքը ճանաչում է աշխարհ, ինքը պիտի իմանա, որ եթե ընկնի կցավա։ Հա, մարդիկ կան, չէ, որ ցավ չեն նսկում։ Հիվանդություն կա, որ
ցավի զգացում չունի։ Ու այդ մարդկանց պետք է սովորացնես ուղղակի որ սրանք չկպնի։ Նաև հոգեբանական տեսանկյունից է այդպես։ Եթե դու արհեստական անդադ պաշտպանես եւ մի ուրիշ աշխարհ ներկայացնես, Հա, չէ, ինչ թվում է սխալ է։ Իհարկե կան բաներ, սահմաններ ամեն դեպքում, որտեղ կարողանաս տրավմա ստանալ, որ հետո սաղ կյանքը չկարողանա մոռանալ։ Այդ փոքր ժամանակ սարսափվի, եսին ինչ։ Աղջիկը սենց աչքերով նայում էր, հետո սաղիշը չէր քնում։ Բայց ուզում էր նայել, չէր կարած տիպեր չնայել, նո վախենալու ֆիլմ։ Իսկ կան մուլտֆիլմներ կամ հեքիաթներ կամ ֆիլմեր, որ ստիպել եք որ նայել։ Խրախուսել եք։ Չէ, խրախուսել եմ, թորներիս ավելի շատ, որտեվ երեխեքի ժամանակ հեռուստացույցներ։ Իսկ առաջի թորանս Մաշկայի հետ նայում ենք, ասենք լավագույն անիմացիոն ֆիլմերը, որ ինքը իրանով չէր գտնի, այն բանը չէր, էլի շարքային սերիալները չէր։ Հա։ Ասենք Էդիկ Նազարովի ֆիլմերը, Սահակյանցի ինչ-որ ֆիլմ, այն ֆիլմերը, որ ես էլ եմ շատ սիրում, ու նենց էր սիրում ինքը դրանք, որ ասում են մի 100 անգամ նայենք, բայց հետո մեկ էլ սենց բանը, չէ, ախմախ մուլտիկ եմ ուզում։ Ու անցնում էր իր այդ ստիպել չնայել, չի կարելի այն ինչ որ ինքը ուզում է։ Բայց կողքից նաև քոնը ներկայացնել նենց որ միասին նայեք, ինչ որ սենց ինքը քեզ նայ այդ պահին տենա դու ես տեն զգում թե չէ այդ պետքա մանկության մի դրվագ, որը կառուցել է ձեր տեսակ։ Դուք ունեք այդպիսի դրվագ։ Տենց առանձնացրած չէ, բայց իմ մանկությունը քանի որ Ֆիրդուս փողոցում է անցել, այդ փողոցը բավականին սենց տարա բնույթ մարդկանց հավաքույթ էր, միանման չէին, հա։ Մի տնից մի մարդկային տիպի տեսակ էր ապրում այդտեղ, ստեղ լրիվ ուրիշ մարդիկ էին ապրում։ Այդ խառնարանը հենց լավ բան էր, էլի։ Շենքում տենց չի։ Այսինքն դուք սովորել եք տարբերություններ տեսնել Ինձ եւ ընդունել։ ախիր էր նաև այդ, ախր ես շատ բոշա երեխա եմ եղել։ Գնացել եմ դռները ծեծել եմ, մտել եմ, բացել եմ, առանց վախենալու։ Մենոնք այնքան արխային են եղել, որ ինձ թողել են մենակ, ասենք 3-ից 4-5 տարեկան ժամանակ մենակ ֆրֆռ փողոց։ Կա դրվագ, որ տեսել եք եւ տպավորվել եք տարիներին։ Երեխա կերակրող կին էր երիտասարդ ու այդ իր այդ սենց կիսամթում այդ պրոֆիլը երեխում թուշիկը սենց նորշտեգնի մուլտի մեջ կա այդ սկազկում լրիվ նույն կերպարն է լրիվ ինքն լա տեսել երևի այդ մշմշոցը որ ոնց որ կինոն է էլի մոտորապես տենց բան է դռան արանքից Ով կամ ինչն է ձեզ օգնել դառնալ այն ինչ դուք կաք հիմա։ Ծնողներս իհարկե, որտեվ արվեստը անընդհատ է եղել տանը, չի, ասենք ինչ որ բանից սկսել։ Ինքը հենց սկզբից եղել է։ Ալբոմներ նայելը պապայի հետ նկարիչների, մամայի հետ գնալ ստեղ ընդեղ, ինչ որ բան տեսնել։ Ծնողներս։ Հետո հայ ֆիլմի մուլտգրուպան։ Էլ տենց գրուպա իմ կյանքում չի եղել, տենց կոլեկտիվ էլ չի էլի, ընկերների մի հատ սենց հետաքրքիր էլի տենց շատ տարբեր մարդկանց 5 հոգի տղա նույն սենյակում նստած տղամարդ, արդեն մեծ մարդիկ էին 30-ին մոտ։ Ու դու ընկնում ես այդ դրանց խոսակցությունները, որ բաց են, ոչ մի սահման չկա, ամեն ինչի մասին կարելի է խոսել, ամեն ինչ կարելի է քննարկել, տաբուներ չկան, այդ տենց տեղ պետք է ընկնի ջահելը, որ կարողանաս գալ իրա տեղը, էլի։ Ինձ թվում է ավելի շուտ հայ ֆիլմն է սարքել, քան որևէ ուրիշ։ Եթե անցյալ վերադառնալու եւ մի բան փոխելու հնարավորություն ունենայիք, ինչը կլիներ։ Ես ափսոսալու զգացում երբեք չեմ ունեցել, ոչ մի բան։ Ձեր տեսած ամենաազդեցիկ տեսարանը։ Սարսափելիներից այդ երևի ծովափում գնացքի վրա դիակ էր։ Գնացքը եկել էր ծովափ հենց, որն էր, լո քաղաքներ, ու իրա վրա տղամարդ էր քնած, ինձ թվում էր, նիհար ռուս էր։ Արևի տակ, ես մտածում եմ, արդեն երեխեքս կային, 4 տարեկան էին։ Ես մտածում եմ, լավ քնած այդ տակ երկաթի վրա ոնց է քնած։ Մեկ զգացի որ մարդիկ են հավաքվում կողքերը, այսինքն արդեն պարզվեց որ մահացել է, էլի։ Այդ երևի ամենատհաճ sense
որ չես սպասում, որ այդտեղ տենց բան կտեսնես, էլի, գնացել ես հանգստանալու։ Իս ժամանակին ինչպես եք վերաբերվում, անցյալի, ներկային, ապագային, Ահա, ձեր խառն է։ տարիքին։ Ձեզ քանի տարեկան եք զգում։ Շատ տարբեր է, հա։ Եթե մարդ չկա տանը 15-20 տենց։ Եթե կա, արդեն իր աչքերով ես նայում, ասում ես լավ, պասի մի հատ գնամ մի քիչ մազերը լզեմ, բան էլի մեղքին ես մարդիկ։ Եթե տանը մարդ չկա, չեմ էլ մտածում տարիքի մասին։ Հետո մեծ տարիքում լավ բան կա, որ քեզ արտակինով չեն գնահատում։ Քեզ ինչ որ բանի համար են գնահատում։ Արտակինը արդեն երկրորդ պլան է մղվում։ Դու դրանով չես լավը, ոնց որ էլի, ուրիշ բան են փնտրում քո մեջ։ Եթե հələ հետաքրքիր ես, փառք Աստծո, ուրեմն մենակ արտակինը չէ, էլ։ Մարդու կյանքի արդյունավետությունը ձեզ համար ինչ չափանիշներով է գնահատվում։ Դուք ո՞նց եք գնահատում, օրինակ մարդը արդյունավետ կյանք է ունեցել։ Նո, ափսոսում եմ շատերին, որ չեն աշխատում այդ պահին, ինչ որ բանի վրա, որ կարող են անել ու չեն անում։ Եթե չի կարող ինչ-որ բան ստեղծել, բայց չեն հա, ստեղծել։ էլի, այդ ռիսկը չունեն անելու։ Այդ ափսոսում եմ, բայց գնահատել դե հիմա մարդը չի ուզում, չի անում։ Ափսոսանքի զգացում կա ուրիշների համար, էլի։ Դաժին վրա, նույնիսկ ինձ վրա, որ մի քիչ երկար եմ քնում, ասում եմ, «Եկած մնաց գործը»։ Եթե լավ բան է անում, եթե վատ բան անում, թող քնի ավելի երկար։ Ո՞վ է ուժեղ մարդը ձեզ համար։ Ինչպիսին է։ Ազատ մարդը։ Ազատ մարդը շատ ավելի ուժեղ է, քան այն, որ կաղապարված է, ինչ որ բաներ է հնարել, որոնց դուրս գալը վատ բան է համարում, հա։ Ազատ մարդը ուժեղ է ավելի։ Ավելի պատրաստ է կյանքի։ Չչարացող մարդը հետո ուժեղ է։ Ինձ համար չարը թույլ է։ Միշտ եղել։ Միշտ ես չեմ վախեցել չարից։ Ինձ համար ինքը ավելի թույլ է եղել, քան ես։ Դա բարին հաղթում է sense տնից։ Վերջում ֆինալներում հուսով եմ։ Կարծեք, որ ազատ մարդն է, ուժեղ մարդը։ Ազատությունը դուք ո՞նց եք սահմանում։ Որտեղ է սկսվում եւ ավարտվում։ Նենց բան է, որ եթե չկա, չես կարա ստիպես այդ մարդուն դառնալ տենց։ Այնքան մարդ գիտեմ, որ նորմալ ընտանիքներից են, բայց ինձ կաղապարված։ Էս ինչ բան արդեն, էսով է, էս ինչեր է անում, ասում, ինչա։ Ընդամենը գնացել է էս ինչ ժամին, էս ինչ տեղ է, էլ ոնց կլներ։ Այդ ազատությունը ուրիշին էլ ազատ թողնել, հա։ Չստիպել քո նման մտածել։ Նորմալ ընդունել ուրիշի կարծիքը։ Նո, եթե նույնիսկ քո հետ չի համապատասխանում, քոնը չի։ Ընդամենը քոնը չի, մի կոպի։ Չստիպել, ստիպող չլինել։ Ինքդ քեզ էլ չստիպել, թե Ինքդ քեզ, եթե զգում ես, որ ծույլ ես, պետք է ստիպես։ Եթե զգում ես, որ ուղղակի թուլացել ես մի թեթև, պետք է մի թեթև ստիպես, շատ չէ, որտեվ չես անի։ Շատ ստիպելը ոչինչ չի ստացվում, լավ բան չի ստացվում։ ձեզ համար ընթացքն է ավելի կարևոր, թե արդյունքը։ Միշտ process-ն է ավելի հետաքրքիր եղել, քան թե ինչ կդառնա հետո, ինչ կբերի իր հետ, այդ ընդհանրապես հետաքրքիր չէ։ Այդ շատ վատ է։ Այդ շատ լավ է, ինչի՞։ Այդ վատ է։ Այդ արդեն պրոդյուսերը պետք է անի։ Եթե դու այդպեսին չես, դու պիտի ունենաս Դու պրոդյուսեր, ունենաս որը մեկը, որ քեզ սենց մի քիչ քաշես, քո մի քիչ քաշեն, բայց այդ արդյունքը ապրելը եւ վայելելը դա մի բան է, որը հնարավոր չի ուրիշ բանով Ես չեմ փոխարինել։ սիրում այդ արդեն վերջացած բանից ինչ որ բան քաղելը, բայց երբ որ ինչ որ բան ստեղծում ես, Որ չկար։ ու դու մտնում ես, ոչ թե մտնում ես մեջ, մի քիչ բան տավտոլոգիա է ստացվում։ Համ սարքել ես, համ ինքն է քեզ տիպում ինչ որ բան անել։ Շատ հետաքրքիր Հետո մոմենտ է։ դա ոնց եք ցույց տալիս ուրիշներին։ Անհանգստություն չունեք, որովհետեւ շատ եք, չէ՞, սիրում, շատ ձերն է։ Լինում, վերջացնելուց հետո դու այնքան ես արդեն Անտարբեր եք դառնում ես բան, էլի արդեն մարսած բան է, այլ հետաքրքիր չի։ Եթե վերջացրել ես արդեն ֆիլմը, բայց ընթացքում ցույց տալի ես մի քանի հոգի ունեմ, որ սաղին կյանքները ուտում եմ, ամեն սցենան ուղարկում եմ, մարդկա զզում արդեն ինձանից երևի, բայց մարդիկ կան, որ հաճույքով համ պատասխանում են, համ հետաքրքրված են։ Խոսեցինք ազատության մասին, բայց դուք նաև ասում եք, որ ստեղծագործող մարդուն խոչընդոտներ են պետք ավելի։ Այդ մասին ես էլ եմ մտածել եւ դուք էլ այդ օրինակը բերել եք, որ սովետական միության քննել եք ինձ։
Սիրով եմ դա արել անկեղծ։ Սովետական միության տարիներին այդ սահմանափակումները որ կան, մարդիկ փորձում էին ինչ որ մի բան այլ կերպ ասել, ու ավելի տաղանդավոր էին ասում։ Լեզու էր գոյանում, նոր լեզու էր գոյանում։ Բայց երբ ազատությունը ինչ անես, արհեստական ստեղծես այդ, չէ, բա ինչ արդեն ուրիշ անել։ խնդիր է։ Անպայման չի դու ձև գտնես, նենց ասես, որ որոշները հասկանան, որոշները չէ։ Ուրիշ խնդիր է ուղղակի։ Այդ զգացմունքը նենց ցույց տալ, որ բոլորի վրա ազդի։ Այդ ժամանակահատվածի համար տոտալիտար երկրների ռեժիսորները շատ ավելի ճարտար են, հա, լեզուի իմաստով։ Սովետն է, Իրանն է, Իրանի ռեժիսորները, պարսկական ռեժիսորները հրաշալի լեզու ունեն, հրաշալի։ Պարսկական կինոն ընդհանրապես հետաքրքիր բան է։ Չի կարելի ասել, որ եվրոպական կինոն տենցը չի։ Նա էլ լեզու ստեղծող, Բունիելը լրի ուրիշ ձև է նկարում, չէ՞։ Տրուֆոն լրի ուրիշ ձև է նկարում։ Լեզուն sense տենես ստեղծվում է, բայց այդ sense խորամանկ խոդեր անելը սովետի վաղճատավես էր։ Չէ, հիմա ուղղակի ուրիշ խնդիր է։ Բայց նոստալգիա ունեք, Չէ, աբսոլյուտ։ Մենք ես սովետ համարը չեմ էլ ընկալել որպես սովետ, որտեղ հայ ֆիլմում դա չկար։ Նույնիսկ այն ամենաղեկավարը շատ ավելի ազատամիտ էր, քան որևէ երկրի ղեկավարը։ Չկար հայ ֆիլմում հետ։ Սենց ինչ որ վերևից էս չի կարելի, չի կարելի, չկար։ Ռոպի ֆիլմերը նայեք մի հատ։ Տենց ինչ որ տաբու թեմաներ չկար, էլի։ Եթե ներքուստ մարդը կաշկանդված չէր, վախով։ Ինչ ուզեր մնել կաներ։ Միգուցե ես 70-ականների վերջից եմ խոսում, լեզուս բաց է, էլի։ Ավելի ազատ էր այդ ժամանակ։ Բրեժնևը արդեն մեռնում էր եւ այլն։ Բրեժնևի պորտրետը մեր մոտ դրած էր ձեռառնոցի ձևով, մուլտգրուպայում։ Կողքերը իր բանը պլաստինկան ռեյչով։ Ֆիրդուս մուլտֆիլմում ասում եք, որ Ֆիրդուսը պոետ է, Ֆիրդուսը թաղամաս, բայց Ֆիրդուս թաղամասում քչերը գիտեին Ֆիրդուս պոետի մասին, Ֆիրդուսի։ Հա, տենց էր։ Բայց Լենինը հրապարակային էր։ Հրապարակային է։ Ահա, հետաքրքիր է ձևակերպումը։ Խելացի մարդով է ձեզ համար։ Ոչ թե շատ իմացող, այլ շատ բան ընկալող, միանգամից հասկացող, մի քիչ արագ հասկացող, պետք չլինի բացատրել։ Հենց միանգամից հասկանա ինչի մասին ես խոսում։ Կարող է մարդը ընդունակ լինի։ Կան չէ՞ մարդիկ ընդունակ են, բայց խելացի չեն։ Չէ, այդ սովորած տեսակը այն, որ գերազանցի կա, հա, ինքը խելացին չի, էլի, մի քիչ ուրիշ բան է։ Այդ կարիերայի այդ ուրիշ ճյուղն է։ Իսկ խելացին է նա, որ նայում ա քեզ մի երկու բառ խոսում ես, արդեն գիտի դու ով ես։ Այդ իմ համար խելացի մարդն է։ Տենց իմաստուն մարդիկ կան, որ Իսկեն էմոցիոնալ ինտելեկտ։ Էմոցիոնալ, հոգեբանական, ավելի շուտ զգացմունքային մեջ խորացած մարդն է խելացին, քան թե բանի մաց ինչ որ գիտնական եւ այլն։ Ում հետ խոսելը ասենց բարդ չի, հա, ավելի հեշտ է խոսացվում։ Ինքն էլ այդ նույն բաների մեջ մի քիչ անցել։ Մեկը դու քեզնով ես չափում, դու չես կարող վեր թռնել։ Ինչքան որ դու գիտես, այդքան զգում ես մարդը։ Տեղա թե տեղ չի, հա։ Սիրելի գիրքը, ֆիլմը, երաժշտական կատարումը։ Գրքերը շատ են, ու տարբեր տարիքի տարբեր գրքեր եմ սիրել։ Շատ եմ սիրում Տովե Յանսեն, այդ կին գրողը, ազգությամբ ֆին կարծեմ։ Մումիտրոլների մասին այդ իր պատմությունները։ Այդ ոչ մանկական է, ոչ մեծական է, չկա տենց տարբերություն, հա, ում համար է գրել է ուղղակի։ Ու հրաշալի նկարիչ է նաև։ Այդ երևի առաջի տեղում Տովե Յանսենն է։ Ջոյս եմ սիրում, որտեղ Ջոյսին կարդալը Ռեբուսա, Ուլիսը։ Ինչ եմ սիրում էլ։ Շատ եմ սիրել երեխա վաղտ կարդալ Դիկենս, շատ եմ սիրել։ Հիմա սպանես չեմ կարողանա էլի։ Սարոյան եմ սիրում։ Հեմենգուեյ չեմ սիրում։ Մի պատմվածք եմ սիրում Հեմենգուեյից։ Անուն նույնիսկ չգիտեմ, բժիշկ կա, որ կանչում են ինչ որ հերո տեղ կինածննդաբերում։ Հասնում է բան այդ կնոջ տանջանքները, վերջերս կինը ծնվում է, ու ամուսինը վերևը ոնց էր երկու հարկանի բան է, մահճակալ է, ամուսինը վերևն է, էլի պարկած։
Ես հասարականում ինչ չի նայում, չի խոսում այդ մարդը, բան։ Առավոտը սենց անում, որ հել երեխեքս ինքը իրանց սպանել է։ Այդ ձայներից, այդ բաներից, ասում եք սարսափելի պատմություն է, բայց Հեմինգուեյից չի սպասում։ Իսկ ֆիլմը դելա շատ։ Մի քանիսն ասեք։ Բաստր Կիտոն եմ շատ սիրում նայել։ Այդ բանն է, Չապլինի ժամանակվա մյուս կոմիկն է։ Կարամ անընդհատ նայեմ, անընդհատ։ Նո ֆորմանի կուկուշկան եմ սիրում, շատ։ Ապոկալիպսիս այսօրեն եմ սիրում Կոպպոլայի։ Այլ հայկական ֆիլմերից բարև ես եմ։ Բարև ես եմ, այդ առաջինն է երևի Եռանկյունի։ Մենք ենք մեր տեղ։ Սարոյան եղբայրները մեկա, մի քանի սցենար քշում եմ։ Մի քանի ֆիլմերի, մի քանի հատվածներ հայկական կինոյի։ Երևանյան օրերի քրոնիկայում կա տենց հատված։ Վերջը, սենց հատվածաբար։ Երաժշտական կատարում ասեցիք։ Դա էլ է շատ տարբեր։ Օպերա եմ սիրում լսել, բավարարություն եք սիրում եմ լսել։ Այդ ձայնային բանը ինձ հաճույք է պատճառում։ Rolling Stones եմ սիրում, David Bowie եմ սիրում։ Ոչ շատ հայտնի տպերի։ Ձեր կարծիքով երեխային ավելի շատ կառուցում է ընտանիքը, ծնողները, միջավայրը, թե ժամանակը։ Նայած ինչ տարիքում, մինչև 3-4 տարեկան հաստատ ընտանիքը, ծնողները, տունը, միայն ծնողները չի, այդ իրան շրջապատող առարկաները, որտեղ ինքը ներքևից ամեն ինչին նայում, չէ՞, գետնին է կպած։ Այդ ամեն ինչը պետք է հաշվի առնես, ինքը ինչա տեսնում։ Հենց հետաքրքիր է, որ փոքր երեխան սկսում է սողալ, դու իրան որ ցած կրանում ես, դնում ես տունը ինչ է, որ իր աչքերով։ Լրիվ ուրիշ բան է։ Բլեյաններ մեզ հյուր հետաքրքիր ձևակերպում արեց, ասում է նույնիսկ այն թե մայրը ճաշը երկելով է պատրաստել սիրով, թե չէ, դա է, չէ։ Ազդում է, իհարկե, ամեն ինչ, ամեն մանրուք, որտեվ դու առաջի անգամ ես դա տեսնում ու լսում։ Այդ առաջի բանը պետք է որոշիչ լինի, չպետք է անպայման չի, բայց ցանկալի է, լավ է լինի։ Բոլորի մոտ նույնը չի լինի։ Շնորհակալություն։ Խնդրեմ։